Մարդները գնացել են ու գնացել են։ Пожалуйста։ Իսկ այսօր Երևանի քաղաքապետարան ժողով բոզիս տղեկը հլում ասում են մետրոյում խի հերթեր կա, մետրոյում հերթեր չկան, ժողովուրդը շատ գոհ է, որ մենք մտցրել ենք 100 դրամանոց համակարգը։ Ուզում ես հասկանաս, այն մատուցող փող քաղաքապետ Սուրեն Գրիգորյան բոզիս տղեն, որ մատուցող ա եղել։ Ու իանման պոռնիկի ծնունդները, որոնք դեղ նստած են, ու մեն դրե գժիտեղ։ Ժողովրդին, որ ժողովուրդը տենում է իաշկով, տենում է մետրոյի վիճակը, տենում է տրանսպորտի վիճակը, այդ 100 դրամ նախ ուզում եմ ասեմ, սիրելի ժողովուրդ, բավ է լինեք կուլտուրական, հերիք է, ես կուլտուրական խոսեմ, որ այդ կուլտուրական դժբախտ ինտելիգենտ մասան ինձ հասկանա, բավ է լինել կիրթ, կուլտուրական, օй, ես նամուսով եմ, պովիա, այդ վիճակից դուրս եկեք, եթե դուք մտնում եք տրանսպորտ և ավտոբուսի շոֆերը ձեզ ասում է իմեննո 100 դրամ կամ QR կոդ, QR կոդ չեք կարողանում տալ, որովհետև հարկադիր ունեք կամ չեք տիրապետում այդ տեխնիկային, և ձեզանից ասում են իմեննո 100 դրամ, և ձեր մոտ 250 դրամանոց ա, նապրիմեր, կամ 200 դրամանոց ա, շպրտեք վալորդի քիթումրթին և իչեք։ Եթե վալորդը ձեզ ասում է իչեք ավտոբուսից, դուք չունեք 100 դրամ, ես չեմ քշի, վալորդին պետք է պատասխանել, ծծիր, ծծես, դու ինձ ծծես, տղա ջան, վրեն քշես, այսինքն օգտվեք Վարդան Ղուկասյանի բառարանից, սա է ձեր փրկությունը, այդ կուլտուրական լինել, կոնֆլիկտի մեջ մտնել, նեղվել, կանգնել քուչիայում, գնալ խանութներում խնդրել 100 դրամ, դեղ թքեն վրեքը թանենք սենդրոտը չկա 100 դրամ, պետություն այդքան 100 դրամ չունի։ Դուրս եկեք այդ կեղծ բարոյական կերպարից, Երևանյան 20 շենք։ Դուք հələ պատկերացեք Երևանյան 20 շենքի Հերուշին, Մարուսին, Զոյային, մորս, հենց մեկը իմ մորը, մեկ ասել պիտի անպայման 100 դրամ, սուկ են կտա շոֆերը բգխին կասել փախիստից բոզի տղա, այնտեղ շոֆեր չէր մնա, ես իմ մոն օրինակով եմ ասել, այդ կեղծ կերպարը, որ մտում դուք եկան բարոյական եք, ով ոչ, մենք հֆուր չենք տա, մենք չենք վիրավորի, ադիք մեզիկ պալոշ չէ, պալոշ չէ մեն ասվալտին, մնա գետի վրա, կանի պդի, իշխանությունը, Երևանի քաղաքապետարանը, ստամոքս աղիքային տրակտով, կոկորտով, կերակրափողով, գլաններով եկող այդ մասան, եկեք անուն դնենք խորխած ունի ձեր վրա, ինք իրենց բոդիտողությունը անում են, ասում են նորմալ է, ընդ ժողովուրդը չի կարում տրանսպորտ, այսինքն չի կարում, եթե չունի 100 դրամ, ունի 200, ունի 500, ունի 1000, բայց այդ 100 չունի, բայց ինքն ասում է, վայ, ես ոչ վալորդին վիրավորեմ, ախր չի կար, էլի մենա պդի, ինչ եք ուզում զնից, ինչ եք ուզում ինձանից, անցած Վարդան Ղուկասյան, ինչ անի Են ուր այն բանկալոն գյոթը, են հելեն ասում է, բա ստորագրա հավաքենք, որ հունվար ամսից տրանսպորտը թանգանում է, ստորագրա հավաքում է, ինչ Չանեմ ինքը գիտի, այո, հունվար ամսից տրանսպորտը թանգանում է, 100 դրամից դառնում է 300 դրամ, բայց ամբողջ խնդիրը նա է, որ մենք քաղաքացիներս, մենք բողոքում ենք, այսինքն բանը գիտեք ոնց որ մարդ ունենա գլխապտույտ, մարդ ունենա գլխացավ, մարդ ունենա այդ տիպի ինչ-որ մի բան, բայց ինքը դեղ խմի, որ գլխացավը անցնի, բայց ինչից է առաջացել գլխացավը, գլխացավն առաջացել է այրան բարձր ճնշումից, ճնշումը չի շացնում, ինքը դեղ է խմում, սիմպտոմն անցկացնում, վերջ, բայց ճնշումը մնում է բարձր, հետագայում բերում է ինսուլտի, խոսքի օրինակ որ լտեցեք կա, հիմա էսա, ով է տրանսպորտը թանգացրել, հանրային ձայն, բոզի տղեկը, Վազգենի քուր ղախպի տղեկը և սիսի ագարպի տղեկը, հիմա, օրինակ, հանրային ձայնի բոզիս տղեկը, եթիմները գնում են դպրոց, այդ դպրոցում սովորող աշակերտները, ուսուցիչները և այլը, պիտի այդ երեխային, այդ Վահան Ավագյանի տղուն, Վահան Ավագյանի աղջկան, այն Վահե Գեսյան, որ աշկշաշ, տաքսի շոֆեր բոզի տղուն, ասեն սիրելի երեխաներ, տրանսպորտը թանգացրել է այս բոզի տղու պապան, երեխաները պիտի թերթվելու թքեն այդ բոզի տղու լակոտի վրեն, Վազգենի քվոր վերաբերալ եւս, այսինքն մենք ասում ենք, եկեք ստորագրահավաք, ստորագրահավաք ասենք թե հավաքեցիք, լավ, հարց չկա, հավաքեք, բայց եղբայր
մենք թանկացնողներին պիտի ծսնենք, այլ ոչ թե դեղ խմենք, որ գլխացավ անցնի, բայց այլանճաշումը մնա բարձր, ու այս բոզի տղեկ մնան դեռ Երևանի քաղաքապետարանում։ Խնդիրը սա է։ Սա է խնդիրը։ Պիտի ժողովուրդը ծսնի Վազգենիքը, որը ում հետ մոտ հարաբերություններ ուզում եմ Լեննագանով մարդ բրդի առաջ բոզից տղեն։ Պիտի ժողովուրդը ծսնի հանրային ձայն գյոթի բալեկին։ Արտակ Գալստյան աղբի տղով, որ հիմա լնգած Երևանի քաղաքապետարանով ավականիներով ստորագրություն են հավաքում, ասում են ինքը որ չգա Երևանի քաղաքապետարանիստերի, Երևանի քաղաքապետարանը կպայթի։ Զգուշացնում եմ դատավոր Ռազմիկ Մարիկյանին։ Ուրեմն Ռազմիկ Մարիկյան, ես չեմ ուզում ասեմ հիմա ինչ կանեմ ես քո հետ, նախ պիտի ես քեզ անեի, որ դու փոխեցին Արտակ Գալստյան Պորրիկի ծնունդի խափաման միջոցը, ու հիմա տաննա ու տնից ա նստած հերախոսակապով կառավարում հանրային ձայն դեսդեն եւ այլ, բայց եթե հանկարծ սա դուրս է եկել տնային կալանքից, ես չեմ ուզում հիմա քֆուրբան ֆրցնեմ, բայց ես կմտնեմ քոտուն սիստեմատիկաբար այգիշտիներն է կտաս։ Հասկացար դատավոր Ռազմիկ Մարիկյան։ Ու այս բոզից տղեկին այս քաղաքապետանես 3 ուժին Վազգենի քուր սիսի հանրային ձայն ժողովուրդը պիտի ծածցնի իսկ ամենամեծ մեղավորը հենց նույն Հայկ Մարության բոզի տղեն էր որ մի վարսություն չտվեց ասես չեմ տալը մրցութային նավարի չինեմ այսօր հասանք այ մենք այսօրվան որ տրանսպորտը դառնում է 300 դրամ հունվարի 1-ից, այսինքն ու պրիտոմ ելնելու է քարտերով, մի քարտը 9000 դրամ։ Այսինքն եթե ընտանիքում կա մի քանի աշխատող, սա թքին ասոյի փայտիկին $100 պիտի գնա միայն տրանսպորտի փող։ Պլյուս 50%-ով բարձրանում է գույքահարկը։ Ռեկետ։ Ես իմ նախընտրական ծրագրում գրում եմ, որ գույքահարկից ազատել զինվորականներին, բուժաշխատողներին եւ մանկավարժներին։ Իմ նախընտրական ծրագրում դա կա։ Ազատել։ Այդ 3 կատեգորիան դեմից պետք է ազատվի նամանավանդ մեքենայի գույքահարկից։ Անմիջապես բժիշկ, մանկավարժ եւ զինվորականներ։ Դրա մեջ մտնում են միլիցիա, KGB-իչները, ԱԻՆ-ը եւ այլն, եւ բանակը։ Այս բոզի տղեկը բարձրացնում են գույքահարկը, թանկացնում են 2 անգամ տրանսպորտը եւ այլն եւ այլն եւ այլն։ Բա ուր են այդ մշակութային գործիչները։ Են որ տարոնի ժամանակ շինում էին 150 դրամ, հելան Խառվանիա շոու բան, Ալեն Սիմոնյան նավարի ծծնեմ, բա ուր ես։ Ժողովուրդը պետքա սրանց ծծնի, Վազգենիքը, որը սիսին, հանրային ձայնի բոզի տղեկին, եւ այլն, ես հանրային ձայնի մորը կունելու եմ։ 1000 անգամ ներողություն։ Ու հիմա խառնվել են իած, տեսնեն, ու իմիջալոց, են ավտոբուսի վարորդը ով ձեզանից պահանջելու է իմեննո կաչի ասած 100 դրամ, հերախոսը միացնում եք, կամերան, զապիսը վրեն սխմած, ձեր փողը տալու միշնում եք, ավելորդություն ցույց կտա եւ այլն, գեղեցիկ բառապաշար օգտագործում եք, տվյալ վարորդի վիդեոն ուղարկում եք ինձ 041 65 50 40 հեռախոսամարի WhatsApp-ին։ Վայն եկավ տարավ այն շոֆերին, ով ֆիքսվել է քաղաքացու հետ կոնֆլիկտ անելուց այդ 100 դրամի համար։ Վայն եկավ տարավ։ Տելեգրամով, տանով, տեղով մտնելու եմ դուրս չգամ։ Մի քիչ ձեր իրավունքները պաշտպանեք։ Սովորեք ձեր իրավունքները պաշտպանել։ Կատուն որ կատու է, կբնեմ ես թռնեմ ճանկը բան քցեմ ասում ինձ մի կպի այ վարա։